Տիկին Դավոյան պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետին անվստահության հայտնելու նախագիծ է ներկայացրել, որում նշվում է, որ օրինակ ձեր թիմը նահանջ է կատարել ժողովրդավարությունից, կոռուպցիան է ծաղկում, կամ օրինակ երկրում քաղբանտարկյալներ կան, որն է ձեր մեկնաբանությունը։ Ես մի թեթև նայեցի, մի քանի բանել էին նշել, որոնք դուք մոռացաք, էլի բավականին տենց շատ հետաքրքիր, չգիտեմ ով է մտածել, ով է երկնել այդ impeachment-ի վերաբերյալ այդ տեքստը։ Ես չգիտեմ ինչ են ուզում դրանով, հասկանում եմ իրականում, որ օրակարգ չունեն եւ ինչ որ ձևով փորձում են օրակարգ ստեղծել, որպեսզի իրենց գոյությունը արդարացնեն խորհրդարանում, որովհետեւ ասենք վերջի 4 տարում մենք այդ խորհրդարանական ուժից որևէ adekvat բան չենք տեսել, հիմա փորձում են մինչև ընտրությունները հիշեցնել իրենց գոյության մասին, այսինքն նախընտրական օրակարգ են ստեղծում, իրենք շատ լավ գիտեն, որ impeachment-ի գործընթաց ասվածը, այսպես ասած, որևէ արդյունք չի ունենալու, որևէ հետաքրքրություն էլ առանձնապես հանրության շրջանում չի ստեղծելու, բայց իրենց համար, որ հետո ասեն մենք այս բանը արել էինք, իրենք իմ կարծիքով սա ընդդիմության ներսում առաջնային տեղ զբաղեցնելու համար է, որ հետո ասեն մենք մի բան արել էինք, բա դուք ինչ էիք արել։ Այսինքն ընդդիմության մեջ առաջին տեղ գրավելու համար է ավելի շատ, թե չէ որպես դες լուրջ նախաձեռնություն չեմ կարծում, որ կարելի է շատ լուրջ վերաբերվել։ Բայց եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ հիմա հիմնական ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանն է ու իրենք են, արդյոք սա պատասխան է։ Դե Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է Սամվել Կարապետյանն է, դա չի նշանակում, որ դա վերջին ճշմարտությունն է, ընդհանրապես որևէ տեսակի հեղինակություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանն է։ Ես էլ ասում եմ, այդպես բան չկա, որովհետև Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժ դառնալու համար գոնե պիտի շատ ճանապարհ անցներ, տարիներ շարունակ, նոր հայտնվեր քաղաքական ասպարեզում, հայտ ներկայացներ, փորձեր մարդկանց գրավել իր կողմը։ Ընդհանրապես ինչ որ այսպես իրերի բերումով հայտնվել է քաղաքական ասպարեզում եւ հիմա հորջոնջվել որպես առաջին քաղաքական ուժ, դա մեծ պատիվ կլինի, այդպես ասելը, որովհետեւ իրապես այդպես չի։ Իրենք է շատ լավ գիտեն, իրենք ընդհանրապես մեծ գումարներ ունեն եւ փորձում են իրենց գումարներով հեքիաթներ հյուսել ամեն մարզի համար, ասելով թե ինչ պիտի անեն, միշտ էլ այդ գումարներն ունեցել են, միշտ էլ պետության բարի կամեցող մարդը, հնարավորություններ ունեցող կարող էր անել։ Մեծ աղմուկ է բարձրացրել, որ նոյեմբերից սահմանահատման այդ կնիքի վրա չի լինի Արարատի պատկերը, ընդդիմությունը նշում է, որ սա Էրդողանի պահանջն է կամ ՔԼԼ-ի այցից հետո տեղի ունեցավ։ Այդ մասին ես ճիշտն ասած գրառում էլ էի արել, որ կնիքների վրայից, սահմանային կնիքների վրայից Մասիս Սարի պատկերը այլևս հանվելու է։ Նայեք, ես էլ հերթական էլի հիբրիդային պատերազմի մի մասն է կազմում, որովհետև պետությունը ունի իր օրակարգը, իր զարգացման եւ իր զարգացման օրակարգը մենք ունենք խնդիրներ, որոնք լուծելով առաջ ենք շարժվում, մենք ունենք առաջնահերթություններ եւ տարբեր տեսակի ծրագրեր ունենք եւ հիմա դնել դրա վերաբերյալ այսպիսի մի հատ աղմուկ սարքելը ուղղակի մարդկանց զգացմունքների վրա խաղալն է։ Բոլորն էլ գիտեն, որ եւ ես վստահ եմ, որ շատերը նույնիսկ չէին էլ հիշում այդ կնիքի վրա ինչ նկար կա։ Ես օրինակ հետո հիշեցի, որ հա այդպիսի բան կար։ Կամ մինչեւ 2004 թվականը, որ կնիքի վրա Մասիս Սարը չկար որևէ մեկը, իսկի չէր էլ մտածում, կամ կնիքի վրա ինչ որ սիմվոլ լինելը որևէ բան փոխում է մեր կյանքում։ Շահարկումներից մեկը, որ ասում են պետական սիմվոլը հեռացում են, դա պետական սիմվոլ չէ, ընդհանրապես ուրվագիծն է Մասիս Սարի։ Եվ ասել, որ սա այս պահանջն է առաջ քաշվել, այն պահանջն է առաջ քաշվել եւ մենք այսպես ծնկաչոք գիտեք ոնց են, չէ՞, ներկայացնում։ Հիմա այդ պահանջները կատարում ենք, բավարարում ենք, որպիսի դե ոնց ուզում են, տենց էլ ներկայացնում են։ Հիմա նույն այդ impeachment-ի գործընթացը, այսպես ասած, ճակերտավոր որ սկսեն, գալու են էտել են շահարկելու, ծիծեռնակաբերդնել են շահարկելու, հայոց պատմության դասագիրքներ են շահարկելու, այս վերջերս ինչ կա շահարկված։
հա գուցե համերգներն էլ, ֆուտբոլներն էլ, չգիտեմ, ամեն ինչ գալու են շահարկեն, որովհետև նյութ չկա իրականում նյութ չկա, կա աղմուկ եւ աղմուկի շուրջը էմոցիոնալ ֆոն։ Եվ մարդկանց այդ էմոցիոնալ ֆոնը օգտագործելով, մարդկանց զգացմունքայնությունը օգտագործելով, սկսում են դրա վրա խաղալ եւ վատը այնա, որ այդ հիմնականում դրանք ուղղորդված են, դրանք հիմնականում պետության արտաքին ազդեցությունների տակ են դրանք այդ բոլոր ուղղորդումները տեղի ունենում, դա ներսից չի գալիս։ Ու ցավալին այնա, որ մեր քաղաքացիներն ընկնում են այդ ցանցը եւ սկսում են ավելի էմոցիոնալ արձագանքել այն ամեն ինչին, ինչի համար մարդիկ լուրջ հաշվարկներ են կատարում եւ լուրջ հաշվարկներ ունեն, որ ինչից հետո ինչ պիտի անեն, որ ինչ պիտի լինի։ Ընդհանրապես եկեք ֆիքսենք, որ նախընտրական գործընթացներ են տեղի ունենում եւ հիմա բոլորը իրենց ողջ արսենալով դուրս են եկել քաղաքական ասպարեզ եւ փորձում են ամեն ինչ ի ցույց դնել եւ փորձել արևի տակ իրենց տեղը գտնել։ Անդիմության թեզը հիմնական հետևյալն է, Արցախի էջը փակելը ոչ բարոյական է։ Լիլիթ Գալստյանն ասում է, Հայաստանը ստանձնել է Արցախի անվտանգության պաշտպանության երաշխավորությունը եւ ըստ այդմ խաղաղության պայմանագիր կնքելու լեգիտիմություն այս իշխանությունը չունի։ Որն է ձեր մեկնաբանությունը։ Լիլիթ Գալստյանը սովորաբար ինչ ուզում է, դա էլ ասում է եւ նորից մեկնաբան։ Գիտեք, ես ինչ եմ կարծում, մենք շատ ենք ընկնում այս կամ այն ընդդիմադիր գործչի տարբեր մտքերը մեկնաբանելու հետևից եւ բուն գործը թողած սկսում ենք անընդհատ քննարկել, թե ով ինչ է ասել։ Սակայն միևնույն է, չէ՞, թե Լիլիթ Գալստյանը ինչ է ասել, նույն Մամիջանյանը ինչ է ասել, կամ այն մյուսն ինչ է ասել։ Այդ մարդիկ իրենց օրակարգով են շարժվում։ Իրենք ամբողջ Լիլիթ Գալստյանը այն օրը Ալիևին էր ցիտում, մանրամասը ցիտում էր, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանական մամուլում։ Ես ուզում եմ հասկանալ այդ կինը ընդհանրապես իր մտքերը կառուցում է ադրբեջանական մամուլի տեսությանը հետևելով, թե Հայաստանի Հանրապետության օրակարգերին հետևելով։ Դրա համար անընդհատ խոսել, քննարկել եւ մեկնաբանել, թե ով ինչ ասեց, որտեվ եկեք միասին մի բան խոստովանենք, որ բան չի փոխվել։ 4-ից 5 տարի իրենք նույն բանն են ասում։ Նույն համենայն դեպս ազգային ժողովում գտնվող ընդդիմադիրների տեքստը, եթե փոխվել է, դուք ինձ ուղղեք։ Նրանք ոչինչ չեն ավելացրել, ոչինչ չեն պակասեցրել, չէ, ճոխացնում են ըստ իրավիճակների։ Դրա համար կարծում եմ դադարենք մեկնաբանել եւ մենք շարժվենք մեր պետության եւ մեր ծրագրերի առաջնահերթություններով։ Այդ առումով դուք մարդկանց տեղեկացվածության մակարդակը բավարար համարում եք, արդյոք տեղ չկա աշխատանքի։ Գիտեք, մարդկանց հետ միշտ էլ տեղ կա աշխատանքի, որովհետև մենք զարգացող աշխարհում ենք ապրում եւ անընդհատ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մեկնաբանման կարիք ունեն։ Ես ինձ համարում եմ մարդկանց քաղաքացիների հետ շփվող պատգամավոր, որովհետև ես իրականում շփվում եմ, ես մարզ եմ շատ գնում, ես շատ եմ շփվում քաղաքացիների հետ եւ ես դա շատ դրական եմ գնահատում, որովհետև դու շարունակում ես մնալ հողի վրա, անընդհատ դու խնդիրների հետ ես ծանոթացնում եւ ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիների շփումը ոչ մի անգամ լավ թեմաներով չի լինում։ Միշտ հիմնականում խնդիրների շուրջ է շփումը տեղի ունենում եւ հիմնականում ավելի շատ խնդիրների ես ծանոթանում։ Մենք գուցե ինչ-որ մի լավ բան ենք ուզում անենք, սակայն տեղում այդ լավ բանը մի քիչ ճիշտ չի աշխատում, օրենքների վերաբերյալ։ Մի խոսքով, քաղաքացիների շփումները շատ կարեւոր են։ Եվ այո, անընդհատ շփումներն են կարեւոր, անընդհատ տեղեկացվածությունը թարմացնելու համար, բայց ուզում եմ նաեւ շատ շատերին հիասթափեցնել, մեր քաղաքացիները բավականին տեղեկացված են։ Մեր քաղաքացիները շատ լսում են, հետևում են իրադարձություններին, հետևում են տարբեր հարցազրույցների եւ օրինակ երբ ես գնում եմ մեր գյուղ, մեր բոլորը շատ լավ տեղեկացված են, ուղղակի հարցնում են, բայց այս ինչի եղավ, իսկ այս ինչի մասին ինչ կասես, եւ պետք չէ թերագնահատել, բայց զրուցել պարտադիր պետք է եւ ես կարծում եմ, որ մեր իշխանությունը այն շատ կարևոր մի կողմ ունի, մենք անընդհատ բաց խոսում ենք։ Եվ հենց դա էլ քննադատվում է ընդդիմադիրների կողմից, որտեղ իրենք սովոր չեն բաց խոսել եւ երբեք բաց չեն խոսել։ Եվ երբ մենք խոսում ենք բաց, մենք խոսում ենք խնդիրների մասին, ներկայացնում ենք, չէ՞, անընդհատ օրինակ վարչապետը Վաշինգտոնից այնտեղ ասուլիս հրավիրեց, հետո եկավ այստեղ խոսեց, մանրամասը պատմեց, այդ խորթ է մեր ընդդիմադիրներին, որովհետև պետքա գնալ ինչ-որ բանակցել, այլ բան, գալ այստեղ ուրիշ բան ասել։ Եվ
փակ էջեր չեն մնում։ Ու այդտեղ է խնդիր առաջանում մեր եւ ընդդիմության մեջ, որովհետեւ եւ իրենք ընկնում են դավադրության տեսությունների հետեւից, ասում են, այս որ սենց ասեցին, այսպես չէր։ Այն որ Տրամպի հետ գնացին, ստորագրեցին ու գնում մի հատ դավադրությունների տեսություն։ Այսպես ընկել են իրենց հյուսած թակատը։ Այդ կոնտեքստում ասում են, որ սա պարզապես թուղթ է, որ չի կարող ոչինչ երաշխավորել, բայց մենք տեսանք, որ Միացյալ Նահանգները արդեն գործնական քայլ է անում եւ $145 միլիոն է հատկացնում այդ ճանապարհների ընդհանուր ապաշրջափակման ուղղված։ Նայեք, իրենք նաև մի հատ կարևոր բան են ասում, կարևոր սխալ բան նկատի ունեմ, ասում են, սա Թրամփի վարչակազմի հետ այդ կնքվել է թուղթը, ինքը մտադրությունների մասին հուշագիր է, բա որ 2 տարի հետո գան դեմոկրատները, բա ինչ կլինի, ամեն անգամ մոռանալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ հայտարարում են, որ իրենք կնքում են պայմանագրեր, իրենք այդ process-ները տեղի են ունենում երկրների միջև, ոչ թե անձերի միջև եւ ոչ թե կուսակցությունների միջև։ Եվ իրենք է շատ լավ գիտեն, որ դա այդպես է, բայց ուզում են շահարկել, ասելով, որ սա ընդհանրապես թղթի կտոր է։ Էդ էլ եմ հասկանում, որովհետեւ տարիներ շարունակ իրենք միայն թղթի կտորներ են ստորագրել։ Հիմա տեսնում ենք, չէ՞ որ թղթի կտորներ էին։ Այդ բոլոր տարբեր փաթեթային եւ փուլային փաստաթղթերը որևէ արդյունք դրական չունեցան։ Բայց հիմա երբ Թրամփի ուղու վերաբերյալ այս ամբողջ քննարկումները, ստորագրումները, փաստաթղթերը տեղի ունեցան եւ ահա 145 միլիոնի մասին խոսակցությունը այդտեղ բոլորը լուր են։ Ոչ մի բան չկա, դա ընդհանրապես թղթի կտոր է, դա ոչինչ չի երաշխավորում Հայաստանում, ոչինչ տեղի չի ունենալու։ Ես սրան ուղղակի վերնագիր չունեմ տալու, որովհետև սա նրա մասն է, որ այս մարդիկ ուղղակի չեն ուզում, որ Հայաստանի Հանրապետությունում, ուզում են Հայաստանի Հանրապետությունը շարունակի ավելի շրջափակված, շարունակի ունենալ նույն խնդիրներն, ինչ որ ունեցել է տարիներ առաջ, չեն ուզում նկատել այն առաջընթացը, որը տեղի է ունենում, որ ասեն բան չի փոխվել, որ մենք լավն էինք։ Իրենք սրանով, երբ որ մենք հաջողություններ են գրանցում, առանց հասցեագրելու իրենք միանգամից իրենց ճնշված են զգում, որովհետև տեսնում են, որ իրենք չեն արել դա։ Եվ այստեղ հոգեբանական կարելի ասել իրավիճակ է ստեղծվում, որ թատ իրենք պիտի իրենց այդ հոգեբանական ծանր իրավիճակից հանելու համար ասեն, որ ոչ մի լավ բան տեղի չի ունենում։ Եթե առաջիկա կիրակի օր ընտրություններ լինեն, ըստ ձեզ քաղաքացիական պայմանագիրը որքան ձայն կհավաքի։ Գիտեք, այդ իմ ամենաչսիրած հարցերից մեկն է, որովհետև ես երբեք չեմ սիրում ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անել։ Անգամ եթե ես ինչ-որ ընտրության վերաբերյալ 100%-ով վստահ եմ, որ այսպիսի վերջաբան կլինի, ես չեմ սիրում այդ հարցին պատասխանել, որովհետև ընտրությունները միշտ ունեն անկանխատեսելիություն, ընտրությունները միշտ տարբեր իրավիճակներից են կախված, սակայն այն, որ մեր քաղաքական դաշտում այս պահին ընդդիմադիր ուժերը շատ մեղմ ասած լավ վիճակում չեն, կարող են ֆիքսել եւ ես կարծում եմ, որ մենք պիտի նորից աշխատենք եւ աշխատելու շատ տեղեր ունենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին նորից մեզ իր վստահության քվեն տա։ Բայց որ ձեր հարցին այնուամենայնիվ չպատասխանեցի։ Միքայել Աջապայանը, ում ընդդիմադիր ուժերը մայրաթոռը քաղբանտարկյալ է համարում, երեք դատարանում ասաց, որ ինքը պատերազմի ժամանակ ասել է ու հիմա էլ է կրկնում, Նիկոլ Փաշինյանին նկատի ունենալով նրան պետք է չեզոքացնել։ Որն է ձեր մեկնաբանությունը։ Ասում Միքայել Աջապայանին մեկնաբանելն էլ եմ աբսուրդի ժանրից համարում, որովհետև այդ մարդը նախ պետք է կողմնորոշվի հոգևորական է, քաղաքական գործիչ է, ինչ է ուզում ընդհանրապես եւ այդ ատելությունը ընդհանրապես սազեկան չի հոգևորականին եւ այդ ատելության քարոզը, որը ինքը նաեւ դատարանի դահլիճից է անում, այդ ցինիկ պահվածքը հոգևորականին ոչ վայել, ինձ համար նույնիսկ տհաճ է լսել նման մարդուն, հետեւաբար նաեւ մեկնաբանել։ Ես ուղղակի զարմացած եմ, որ մեր եկեղեցում շարունակում են տեղ գտնել նմանատիպ մարդիկ, որոնք սեր, բարություն քարոզելու փոխարեն այսպիսի ատելություն են գեներացնում։ Հանրության մոտ որոշակի սպասելիքներ կան Գարեգին Բ-ի հեռացման մասով, մարդիկ սպասում են, որ Էջմիածնում պետք է հավաք տեղի ունենա, ինչ տեղեկություններ ունեք, վարչապետը երբ է այդ գործընթացը գործնական փուլ մտցնելու։
Իրական տեղեկություններ չունեմ եւ ես էլ հանրության մի մասնիկ որպես հետևում եմ նաեւ այդ գործընթացներին, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա, այլ բան չեմ կարող ավելացնել։ Շնորհակալություն։